Վարագա Սուրբ Խաչի տոնը հիշարժան դարձավ Արագածոտնի թեմի Երնջատապ գյուղի բնակիչների համար։ Այդ օրը վերահոծվեց գյուղի հին եկեղեցին Սուրբ Նշանը։ Այս սրբավայրը վերականգնվել է հիմնականում համագյուղացիներ Վարուժան Խալաթյանի, Արթուր Սողոմոնյանի ջանքերով։ Տարբեր աշխատանքներով սատարել են նաև գյուղի մյուս բնակիչները։ Տրմբացեքով սկսվեց օծման արարողությունը, ապա Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը սրբալույս մյուրոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, սյուները, նաև եկեղեցու գագաթին դրվող երկաթյա խաչը։ Օծումից հետո թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Հովհաննես Աբեղա Թորգոմյանը։ Երնջատապցիներն ուրախ էին, վերջապես իրենց գյուղում էլ գործող եկեղեցի ունեն, որի օրհնությունն ու զորությունը զգալու են ամեն օր, ամեն ժամ։ Սուրբ Նշանը շատ հայերի համար դառնալու է ուխտավայր, համախմբումի վայր, մեր պապենական ժառանգությանը մշո երկրին, որտեղից են գաղթած այս գյուղի բնակիչների մեծ մասը մուշալաշկերտցիներ են։ Մեծ վերադարձի խորհուրդ եմ տեսնում։ Բոլորի համար հրաշալի մի տեղ, մի անկյուն, հին եկեղեցին վերակենդանացավ, վերաօծվեց, տա Աստված, որ մեր ժողովուրդն էլ վերաօծվի, նորից փրկվի, ապաշխարի, հին ու աղմաղ մեղքերից մաքրվի, սիրունանա, դառնա Հիսուսի Քրիստոսին արժանի զավակ, որովհետև դա է փրկությունը, դա է մեր միակ մխիթարությունը եւ դավիթենական կյանքին արժանանալու միակ հնարավորությունը։ Թեմակալ առաջնորդն իր երախտագիտության խոսքն ուղեց եկեղեցու կառուցման գործին մասնակցած հայորդիներին եւ դիմելով հավատացյալներին նշեց. այլևս ձեզանից է կախված, թե ինչ հարաբերության մեջ եք մտնելու Աստծո հետ։ Վերգտակ ձեր եկեղեցին, պիտի այն ամեն օր շենացնեք ու պայծառացնեք ձեր ներկայությամբ եւ սիրով։ Երբ եկեղեցին իր դռները բացում է իր հավատավոր ժողովրդի համար, նշանակում է իր բերանն է բացում այդ ժողովրդի համար։ Երբ եկեղեցին իր դռները բացում է, նշանակում է ավետարանն է սկսում խոսել այդ ժողովրդի համար։ Երբ եկեղեցին իր դռները բացում է հավատավոր հոտի համար, այդ ժամանակ հաշտություն է տեղի ունենում հավատացյալի եւ Աստծո միջև։ Ինչու՞, որովհետև մատուցվում է Սուրբ Պատարագ։ Քրիստոսի զոհաբերության խորհրդով մենք հաշտվում ենք Աստծո հետ։ Աստված ներում է մեր բոլոր կատարած, գիտակցված եւ անգիտակից մեղքերը եւ մեզ ասում է հաղորդվիր իմ որդու Հիսուս Քրիստոսի Սուրբ մարմնի եւ արյան հետ։ Սրբազան հայրն իր շնորհակալությունը հայտնեց ոչ միայն բարերարներին, այլև Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին եւ Երնջատապ համայնքի վարչական ղեկավար Հրաչ Սահարադյանին հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած սիրո եւ հոգատար վերաբերմունքի համար։ Այնուհետև քահանահայրերը ընթերցեցին ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գրերը, ուղղված բարերարներ Վարուժան Խալաթյանին եւ Արթուր Սողոմոնյանին։ Ժամանակին, երբ որ խաղում ենք ու անցնում ենք այս տարածքով, այստեղ կար է շինությունը։ Ժամանակ ընդհանրապես շինություն։ Եվ հետո երբ որ մեր ավակները բացատրում են, որ սա ժամ է, սա սուրբ տեղ է, սա եկեղեցի է։ Բայց ավերակները, որ նայում ենք, հիշում ենք պատերի խաչերը, տեսնում ենք եւ այլն, սա մի ապրում է։ Հետագային, երբ որ տարիներ անցնում ու հասկանում ես, թե ինչ պատմության ու ինչ արժեքների հետ գոյություն ունես։ Սուրբ Նշանի կառուցման տարեթիվը հայտնի չէ, բայց խորհրդային տարիներին այս եկեղեցին եւս օգտագործվել է իբրև հացահատիկի անբարման պահեստ։ Տեր Մուշե Քահանա Վահանյանն է այստեղ սպասավորելու։ Տեր հայրը վստահ է, պատարակների միջոցով մարդիկ վերգտնելու են տարիների կորցրածն ու օր-օրի համախմբվելու եկեղեցու շուրջ։ Շատերն են արդեն պլանավորել օրն ու ժամը Սուրբ Նշանում մկրտություն եւ պսակ կատարելու համար։ Գիտեք, այստեղից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Աստվածընկալ վանական համալիրը։ Բայց երբ որ նայում ենք, տեսնում ենք, թե ինչպես 1800-ական թվականների գաղթից հետո այստեղ հաստատված մարդիկ, լինելով ընդամենը մի քանի ընտանիք, բայց նաև ունենալով Աստվածընկալ եկեղեցի ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա, բայց այս գյուղում կառուցել են այս մեծության եկեղեցի, դա նշանակում է, որ իրենք եղել են շատ հավատավոր ժողովուրդ եւ ցանկացել են, որ իրենց գյուղում էլ եկեղեցի լինի, որպես մի հոգևոր ընտանիք, ինչու, որովհետեւ կլինեն ծեր, տատիկներ, պապիկներ,
հիվանդ մարդիկ, որ հնարավորություն չեն ունենալ գնալ եւ հասնել որոշակի հեռավորության վրա մասնակցելու պատարագ, հենց իրենց գյուղի մեջ են կառուցել եկեղեցի, որպեսզի բոլորը ունենան հնարավորություն իրենց տկարությունների մեջ անգամ ունենալ հնարավորություն մասնակցել Սուրբ Պատարագի։ Սուրբ Պատարագի ավարտին հանդիսավորությամբ տեղադրվեց եկեղեցու խաչը։ Ապարանի տարածաշրջանի 17-րդ եկեղեցին է, որ օծվեց ու իր դռները բացեց հավատացյալների առջև։